London Times թերթումը գրել, ռազմական թղթակից է եղել 9 թվականի Ադանայի կոտորածների մասին ականատես է եղել։ Նա սեփական աչքերով տեսավ ճշմարտությունը եւ դարձավ հայ ժողովրդի ամենաազնիվ ու սրտացավ պաշտպաններից մեկն աշխարհում, ինչպես Ֆրանց Վերֆելը։ Երի թուրքերը եւ ասիական Թուրքիայի Ադանա քաղաքի 1909 թվականի աղետի ճշմարտությունը գրքում նա առաջիններից մեկն օգտագործեց հոլոկոստ տերմինը հայերի բնաջնջումը նկարագրելու համար։ Դաքեթն անկողմնակալը արձանագրել է ոճրագործությունը եւ ակտիվորեն զբաղվել մարդասիրական օգնությամբ, հանդես գալով որպես վստահելի աղբյուր Կիլիկայի աղետի վերաբերյալ։ Ադանայի հայկական թաղամասից մնացել էին միայն ծխացող ավերակներ ու մոխիր։ Դա սովորական հրդեհ չէր, դա իսկական հոլոկոստ էր, ողջակիզում։ Մարդկանց քշում էին դեպի իրենց տները, եկեղեցիները փակում դռները եւ կրակի մատնում։ Ես տեսա այդ մոխրացած պատերը, որոնց ներսում հազարավոր անմեղ կյանքեր ողջ այրվել էին, չունենալով փրկության ոչ մի հույս։ Գետը վերածվել էր մահվան ճանապարհի, նրա ջրերը քշում տանում էին հարյուրավոր հայերի դիակներ, որոնց կատաղած ամբոխը կամրջից ցած էր նետել, օդում կախված էր նեխած մարմինների սարսափելի օդը, իսկ փողոցներում անթաղ ընկած էին ծերերի ու երեխաների մարմնի մասեր, որոնց վրայով անցնում էին թուրքական սայլերը։ Թող ոչ ոք չխաբի աշխարհին, թե սա հասարակ խուլիգանների ձեռքի գործն էր։ Ես իմ աչքերում տեսա, թե ինչպես էր թուրքական կանոնավոր բանակը համազգեստով եւ պետական զենքերով ղեկավարում ջարդերը։ Զինվորները ոչ թե կարգուկանոն էին հաստատում, այլ իրենք էին կրակում փախչող հայերի վրա եւ օգնում ամբոխին թալանելու, հսկիզելու հայկական տները։ Հայերն այս երկրի ամենակրթված, ամենաառաջադեմ եւ տաղանդավոր տարրն էին։ Նրանց տները տարբերվում են իրենց մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Նրանց այգիները ծաղկում էին, իսկ դպրոցներում կրթություն կար։ Հենց այս հաջողությունն ու քաղաքակրթվածությունն էր, որ հարուցեց տեղի ծույլ ու կրոնամոլ ամբոխի կատաղի նախանձը։ Նրանք չէին կարող ներել հայերի առաջադիմությունը։ Նույն բանն եղել Ադրբեջանում, Սումգայիթում, Բաքվում։ Նույն բանն ա եղել բոլոր տեղերը։ Այ ինչպես Փաշինյան Նիկոլը չի կարող երբևէ ներել ոչ մի տաղանդավոր կամ ոչ մի հաջողած մարդու, այնպես թուրքերը իրենց ամբողջ կյանքում չեն կարողացել ներել հայերի, իրենց ուրիշը լինելու համար։ Եվ մենակ կարծում եմ, այս բանը չհասկանալու համար կատարյալ տխմար պետք է լինել, հասկանաք, ոչ թե տխմար, ուղղակի տխմարի գերադրական աստիճանի հասած տխմար պետք է լինել, այս պարզ ճշմարտությունը չհասկանալու համար, որ ոչինչ չի փոխվել, մանավանդ որ իրենք են ասում, չի փոխվել, արա, մենք նույն գայլն ենք, մենք հոշոտելու արյան ծառավ ազգ ենք, ու ձեր արունն է մեզ պետք։ Հիմա վերջը, որ խոստացել է ձեզ։ Ես այս ընթացքում հասցնում եմ նաև մի ֆիլմի վրա աշխատել։ Ինքը գիտական ֆիլմ է, սցենարն եմ գրում։ Մարդու մասին, գիտակցության մասին, առողջության մասին, գիտակցաբար ապրելու մասին, որ հասկանամ այս աշխարհը ոնց է կառուցված, ոնց է պետք ապրել, օգնեմ մարդկանց։ Որ մեր երկիրը անենք այս վիճակից, ես ուզում եմ դա ֆիլմի ձևով ներկայացնել։ Ես ուզում եմ մի ուղղակի հատված կարդալ եզրակացություններիցս, որ գիտակցված է պետք ապրել։ Ինչ է նշանակում գիտակցված ապրել։ Դա պարզապես ուշադրություն ունենալը չի, դա պատասխանատվությամբ ընտրելն է գիտակցված ապրել։ Թե ինչ ենք մտածում, ինչ ենք զգում, ինչ ենք անում, ինչ ենք ստեղծում եւ ինչ հետք ենք թողնում։ Այդ ընտրությունների ամբողջությունն է ձևավորում մեր միջավայրը, մեր հարաբերությունները, մեր առողջությունը, մեր կյանքը, մեր ապագան։
գիտակցված ապրել, ինչ որտեղ շատ են հարցնում, ինչ անենք։ Ես ուրիշ ձևով էի ասում, դրա համար էս որ դրա վրա խորացել, ասին դա ձևակերպ եմ, էլի։ Բարոյական ապրել ասում եմ, պետք է մարդավարի ապրել։ Կարճ հայավարի ասում է պետք է մարդավարի ապրել։ Չխփել, չստել, չխափել, չուրանալ, չչարախոսել եւ այլն։ Մարդավարի ապրում ես, ամեն ինչ նույն տեղը, չէ՞։ Որոշեցի դա գիտական ձևով բացել, դա կոչվում է գիտակցված ապրել։ Գիտակցված ուղղակի, հա։ Պատասխանատվությամբ վերաբերվել ամեն ինչի, պատասխանատվությամբ ընտրել ամեն ինչ, մտածմունք, զգացմունք, հարաբերություններ, գործողություններ, պատասխանատվություն, այսինքն դու միշտ ըլնես ստեղ գիտակցված, որ ամենացած ավտոպիլոտ չանես ինքնա, հա էլի գնացի ընտրության, չէ, ընտրություն չի։ Դու քվեարկության ես գնացել, դա ընտրություն չի, որովհետև դու դրան պատասխանատվությամբ չես վերաբերվում, չես հասկանում ինչ ես անում։ Հետևաբար դու ունես նման միջավայր, դու չես կարող այլ միջավայր կերտել, որտեղ դու դրան չես վերաբերվել այնց ոնց որ պետք է։ Քիչ էլ մեր առողջության մասին։ Ինչ է նշանակում առողջ մարդ։ Որտեղ առողջ մարդը նա չի, որ հիվանդ չի։ Չէ, ինչքան չհիվանդ ու անառողջ մարդ ունենք մեր կողքը։ Սա կարևոր է։ Հիվանդ չլինելը դեռ առողջության նշան չի։ Առողջ այն մարդը, որ ապրում է ներդաշնակության մեջ, իր մտքի, իր արժեքների, իր առաքելության եւ շրջապատի հետ։ Այս է առողջ մարդ։ Եվ ուսս նայում ենք, տեսեք հələ թվացյալ առողջների մեջ, որ հիվանդ չի, էլի։ Ինչքան անառողջ կա եւ ինչքան առողջ կա, նայեք։ Ես չգիտեմ այս տողերը ոնց պահեմ, որ ինձ հարցնում են ինչ անենք։ Մենք ինչ անենք, որ ասեմ պետք է գիտակցված ապրել եւ առողջ։ Այս նոտայով էլ ուզում եմ ավարտեմ։ Լավ մնացեք։